Կադրային փոփոխությունները շարունակվում են գլխավոր աուդիտորի պաշտոնում առաջադրվել է Գեորգի Գաբիտաշվիլին, առաջիկայում կմեկնարկվեն գլխավոր դատախազի ընտրության համար խորհրդարանական ընթացակարգերը։ Գաբիտաշվիլին աուդիտորների պաշտոնում փոխարինել է Ցոդնե Կավլաշվիլիին։ Երեկ Ցոդնե Կավլաշվիլին հրաժարական տվեց եւ նշանակվեց ֆինանսների փոխնախարարի պաշտոնում։ Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Գեորգի Գվարավիձեն, ով համապատասխանաբար կկատարի գլխավոր դատախազի պարտականությունները։ Եվրախորհրդանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փոփոխություններով հաստատեց Վրաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 55 падգամավոր, դեմ 14-ը, ձեռնպահ է մնացել 4-ը։ Զեկույցը ներկայացրել է լիտվացի падգամավորը։ Պաշտոնապես հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները նշում են, որ 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում տեղի ունեցած կեղծված խորհրդարանական ընտրությունները հստակ շրջադարձային կետ էին Եվրամիության թեկնածու երկրի ավտորիտար կառավարման շարժման մեջ։ Փաստաթուղթը նախատեսում է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել միջազգային եւ անկախ տեղական դիտորդների կողմից։ Քանի դեռ նման ընտրություններ չեն կազմակերպվել, Եվրախորհրդանի падգամավորները կպահպանեն Վրաստանի ներկայիս միապալատ խորհրդարանի եւ նախագահի լեգիտիմությունը չճանաչելու իրենց քաղաքականությունը։ Այնուամենայնիվ նրանք նաեւ նշում են, որ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանի ժողովրդավարության եւ քաղաքական բազմակարծության ճկունության եւս մեկ փորձություն են։ Եվրախորհրդարանի падգամավորները կոչ են անում երկրի ընդդիմությանը օգտագործել այս հնարավորությունը ցույց տալ վրաց ժողովրդի միասնությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայունությանը աջակցելու հարցում, ինչը արդեն ցույց է տվել հոկտեմբերյան ընտրություններից հետո տեղի ունեցած խաղաղ ցույցերը։ Բանաձևի հեղինակները կոչ են անում Եվրամիությանը եւ նրա անդամ երկրներին երկկողմ եւ համակարգված անձնական պատժամիջոցներ կիրառել վրացական երազանքի հիմնական պաշտոնյաների եւ ռեժիմի կողմնակիցների նկատմամբ։ Եվրախորհրդարանի падգամավորները եւս մեկ անգամ կոչ են անում անհապաղ վերանայել Եվրամիության քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։ Եվրոբարոմետրի հետազոտության համաձայն 2024 թվականի աշնան տվյալների համեմատ Վրաստանում Եվրամիության հանդեպ վստահությունը նվազել է 9%-ով։ Զեկույցի համաձայն Վրաստանում հարցվածների 49%-ը վստահում է Եվրամիությանը։ Եվրոբարոմետրի ուսումնասիրությունը անցկացվել է Վրաստանում 2025 թվականի մարտի 27-ից ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում եւ ընդգրկել է 1011 հարցված։ 2024 թվականի գարնան անցկացված ուսումնասիրության համաձայն Վրաստանում հարցվածների 66%-ը վստահություն ուներ Եվրամիության նկատմամբ, ինչը նշանակում է, որ վերջին 1 տարվա ընթացքում Եվրամիության հանդեպ վստահության ցուցանիշը երկրում նվազել է 17%-ով։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարության համաձայն մի քանի օր առաջ կրկին գրավոր դիմել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչեսկին։ Մի քանի օր առաջ կրկին գրությամբ դիմեցի Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչեսկին, որտեղ եւս մեկ անգամ ուշադրության հրավիրեցի մտահոգիչ իրողության վրա, երբ Եվրամիության անունն ու ֆինանսավորումը օգտագործվում են ատելության, բռնության եւ քարոզչության նպատակներով, գրել է Շալվա Պապուաշվիլին սոցիալական էջում։ Պապուաշվիլին սոցիալական ցանցում հրապարակել է նշված գրությունը ասելով. Ցանկանում եմ հիասթափությունս հայտնել, որ Վրաստանում Եվրամիության առաքելությունը հրապարակայնորեն չի դատապարտել վիրավորանքների ընթացիկ արշավն ու Վրաստանի խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ ագրեսիվ հարձակումները։ Ժամանակավոր քննչական հանձնաժողովում քննարկվում են ազգային շարժման իշխանության տարիներին բուհերի ակադեմիական կադրերի իրավունքների խախտման փաստերը։ Պրոֆեսորները խոսել են իրենց հասցեին հնչած սպառնալիքների ու շանտաժի մասին։ Կայացել է Զուրաբ Գիրչիջափարիձեի գործով դատավարությունը, նիստում հարցաքննվել է քննիչը, գործը վերաբերում է նրա ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալուն։ Զուրաբ Գիրչիջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 20,000 լարի գրավ, որը նա չի վճարել, ինչի պատճառով էլ մայիսի 22-ին նա կալանավորվել է։
Գիվի Թարգամաձեի դատավարությունը քննչական հանձնաժողով ժամանակին չներկայանալու գործով։ Գիվի Թարգամաձեն ասել է, որ հանձնաժողովը ոչ լեգիտիմ է, ուստի ինքը մտադիր չէ պատասխանել իրենց տված հարցերին։ Ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու համար դատարանը Գիվի Թարգամաձեին 10,000 լարի գրավ է սահմանել, որը նա չի վճարել։ Ցոտնե Գամսախուրդիայի նկատմամբ պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար մեղադրվում է 2 անձ։ Խոսքը քրեակատարողական վարչության նախկին փոխնախագահ Գոգամ Կուրնալաձեի եւ քրեակատարողական վարչության թիվ 18-րդ բուժ հաստատության նախկին տնօրենի Գյորգի Պուտիաշվիլիի մասին է։ Դատախազության տվյալներով գործի քննությամբ պարզվել է, որ 2009 թվականի հոկտեմբերի 28-ին Ցոտնե Գամսախուրդյան ձերբակալվել եւ տեղափոխվել է քրեակատարողական վարչության թիվ 8-րդ հիմնարկում։ Առողջության վատթարացման պատճառով նա տեղափոխվել է նույն բաժանմունքի թիվ 18-րդ բուժ հաստատություն։ Այն բանից հետո, երբ Գամսախուրդյան իմացավ բանտարկյալների ծեծի եւ խոշտանգումների փաստերի մասին, նա դիմեց բողոքի ծայրահեղ միջոցի հացադուլի։ Նա նաեւ իր փաստաբանների միջոցով փորձել է քրեակատարողական համակարգում տիրող իրավիճակի մասին իրազեկել տարբեր կազմակերպությունների։ Դրանից հետո նա դատապարտել է իր նկատմամբ կատարած անօրինական գործողությունները։ Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է 8 անձի թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով։ Իրավապահ մարմինների աշխատակիցները դատավորի որոշման հիման վրա թմրամիջոցների վերահսկվող գնումներ են կատարել եւ գաղտնի արձանագրել վերոհիշյալ գնումները։ Անձնական եւ բնակելի տներում կատարած խուզարկությունների եւ կատարած քննչական փորձի արդյունքում որպես ապացույց առևանգվել է վաճառքի հանված թմրամիջոցները։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարի ազատազրկում։